Մեդալների տեղատարապ Ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները նոր տարին հաջողությամբ են սկսել միջազգային այս կարևոր ստուգատեսում նվաճելով միանգամից 21 մեդալ, 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե։ Օլիմպիադան անցկացվել է մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից։ Մի քանի տարի արդեն մասնակցում ենք օլիմպիադային, հիմնական խնդիրներից ձևաչափին ծանոթ ենք, բայց տարեստարի ավելի բարդանում են խնդիրները, բայց փորձում ենք մենք ամեն տարի մեր արդյունքը լավացնել։ Օլիմպիադային մասնակցել են 16 երկրի 605 աշակերտ, 90 թիմ և 41 անհատ մասնակից։ Հայաստանի 4 թիմն ու 5 անհատ մասնակիցները ընդհանուր 33 աշակերտ ներկայացնում են 6 ուսումնական հաստատություններ, 16-ը Ֆիզմատ դպրոցից, 10-ը Քվանտ վարժարանից, 4-ը Երևանի և Գյումրու ազգային պոլիտեխնիկական համալսարանների ավագ դպրոցներից, 2-ը Գյումրու ֆոտոն վարժարանից և 1 մասնակից Գյումրու 41-րդ հիմնական դպրոցից։ Օլիմպիադային մասնակցելը տենց լավ զարգացման լարված իրավիճակում մտածելու կարողությունը, համել այդ կամքի ուժն է զարգացում։ Արսեն Ասատրյանն առաջին անգամ էր ստանձնել Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում պոլիտեխնիկի ավագ դպրոցի ֆիզիկայի թիմի ղեկավարումը, ասում է ամիսների լարված ու տքնաջան աշխատանքն ունեցավ դրական արդյունք։ Աշակերտը պետք է շատ ժամանակ տրամադրի պարապելուն ու ամենակարևորը խմբակի ժամանակ հարցեր տա շատ։ Այսինքն ինքը պիտի չամաչի, նոր ինչ-որ հարց տա, թեկուզ հարցը լինի վատ, բայց ինքը պիտի տա։ Այսինքն աշակերտ և խմբակավար հարաբերությունները պետք է լինեն լավ։ Ժաուտիկովյան օլիմպիադայում գերազանց արդյունք է գրանցել Ֆիզմատ դպրոցի Սան Արսեն Մակարյանը։ Սա նրա երկրորդ մասնակցությունն էր։ Արծաթե մեդալի կողքին արդեն կփայլի նաև ոսկե մեդալը։ Այդպիսի միջազգային օլիմպիադաներին ցանկալի է, որ ամբողջ թեմով կարելի ասել լավ արդյունքներ ձեռք բերենք, որովհետև դա արդեն կարելի ասել մենք Հայաստանի պատիվն ենք, էլի բարձր պահում միջազգային ասպարեզներում։ Մրցույթի արդյունքների ամփոփումը սակայն հարց չի անցել։ Միայն բողոքարկումից հետո է ժյուրին ավելացրել Արսենի միավորները։ Երկրորդ օրվա երկրորդ խնդիրը շատ քչերն էին լուծել։ Ինձ ի սկզբանե 0 միավոր էին տվել, բայց գնացինք երկար բողոքարկեցինք 5 բալ բարձրացրեցինք։ Օլիմպիադաներին լավ պատրաստվելու եւ բարձր արդյունքներ գրանցելու համար կարևոր է մարզչի դերը։ Առանց խմբակների հնարավոր չէ ինչ-որ նորմալ արդյունքներ ակնկալել։ Իհարկե նաև դասարաններում աշխատանքն է շատ կարևոր, որը մեծապես նպաստում է իրենց առաջընթացին։ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային հիմնադրման օրվանից արդեն 22 տարի մասնակցում է Ֆիզմատ դպրոցը, տարեց տարի բարելավելով արդյունքները։ Շտապես էլ նրանք տարբերվել են բնագիտական առարկաներից աշխարհում եւ մենք էլ հենց այդ ուղղությունն ենք բռնել 65 թվականից Ֆիզմատ դպրոցը գործում է եւ մեր հիմնադիրները տարել են նրան, որպեսզի մեր լավագույն աշակերտները, Հայաստանի լավագույն տվյալներ ունեցող աշակերտներ գան, սովորեն եւ արդյունքներ գրանցենք։ Ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է Ղազախստանի Ալմատի քաղաքում։ Բրին Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։